ճնտիր հաց եմ տխել, ինձ ասում են չոր չի, նայեք, էսի չոր հացա, առավոտը խշխշում էր, որ ցույց տվեցի էֆիրով, իսկ հիմա ինչ եմ ուզում ձեզ առաջարկեմ, ժողովուրդ, դուք բոլորդ գիտեք, որ ես ունեմ յութուբյան ալիք, հիմա, ովքեր որ բաժանորդագրվեն իմ յութուբյան ալիքին, մեկնաբանություններում, գրեք ձեր անուն ազգանունը ու ձեր թիվը, ասենք, ես գրեցի Անժելա Բաղդասարյան, համար առաջին, Սուսաննա Խաչատրյան, համար երկրորդ, հերթականությամբ տենց երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլորդ կգրեք ու ես գեներատորով կընտրեմ մի հոգու ես կտամ իմ հացի մարաֆոնը, ծրի, կնվիրեմ հացին մարաֆոն, որ գաք սովորեք, ժողովուրդ ջան, այս ընտիր հացերը իմ հետ թխեք, կնվիրեմ, դուք բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին, հեսա սիլկեն կթողնեմ, այս ինչ ընտիր հացա, ծակոտիները ուշադրություն դարձրեք, հլնայեք, ժողովուրդ, անկրկնելի համով հացա, իմ հետևորդի դաչայում եմ գնացել, շատ լավ օրենք ունեցել, հաց ենք թխել, ես տունը հաց եմ թխել, գնացեք այդ վիդեոն նայեք, լայքեք, կոմենտարյաներ գրեք, մեկնաբանություններ ու ֆոլովերեք իմ յութուբյան ալիքին, ինձ պետք է, որ ես հավաքեմ մի քանի հազար ֆոլով, ինչի՞ չէ։ Սիրելի ժողովուրդ, տեսակ, մենք էլ դատարկ ձեռքով չենք եկել, վաբշետը դա, մենք էլ մեր թխած հացերն ենք բերել ձեզ։ Վաու, Տիկին Անժելայի հայտնի թխած հացերը Բելգիյսկի շոկոլադով։ Բելգիյսկի շոկոլադով։ Այո, этот նատուրալնի կակաոյով։ Վահո։ Նայեք։ Էս էլ Սա ինչի մեջ եք թխում։ տարբեր Փեչի։ Սովորական փեչի, էլեկտրական փեչի մեջ տեղավորվում է։ Հա, էլեկտրական թուղթ։ Լավ, շատ Էս էլ սև հացը, ինչ է, ընդեղին են սերմերով, հա, 7 տեսակի։ 7 տեսակի։ Մի հատ կտրեմ տեսեք, քանի որ ես ֆուդ բլոգեր եմ, Так, ես մարաֆոն եմ անում։ Մարաֆոն, այո, դա կար, մարաֆոն ինչպես է չհասկացա, ինչ է։ Իմ ակաունտս ռեցեպտ ատանժելի, խնդրեմ, որպես շեֆ-պովար։ Բա հոտը, Որակը եւ ճիշտ պատրաստման ձևը ակնառու է երևում է։ Հա, ընտիրա մարաֆոն ենք անում, սովորացնում եմ, ով որ ուզում է, պատվիսած եղեք ռեցեպտատ Անժելի, եկեք մոտս այս սենց հացեր սովորացնեմ, ոչ մի սեկրետ չեմ թաքցնում։